Ինեկո բանկը քո կողքին ծրագիրը ինձ տվեց անփոխարինելի հնարավորություն անցնել պրակտիկա Փարիզում, կենտրոնանալու իմ ուսման վրա առանց հավելյալ ֆինանսական մտահոգությունների։ Ինեկո բանկը քո կողքին կրթական ծրագրի 2023 եւ 2024 թվականի հաղթող ուսանողների պատմությունները վարակիչ են դառնալու նաեւ այս տարվա մասնակիցների համար։ Արդեն 3-րդ տարին անընդմեջ Ինեկո բանկը մեկնարկում է Ինեկո կամպուս ապագան կրթությամբ եւ գիտելիքով կրթական ծրագիրը։ Նպատակն է ստեղծել որակյալ ու իսկապես մրցունակ մասնագետներ, որոնք կարող են ու կփոխեն Հայաստանի տնտեսության անիվը։ Ես ֆրանսիական համալսարանում էի սովորում կառավարման ֆակուլտետում եւ արդեն 4-րդ կուրսում, երբ որ դիմեցի ծրագրին, հաջողությամբ հաղթահարեցի բոլոր փուլերը եւ արդեն անցա բանկում աշակերտության HR բաժնում։ Կրթության ֆինանսավորման միջոցով մենք ուզում ենք հասնել անհատ քաղաքացիների, անհատ շահառուների կրթության որակի բարձրացմանը, ուզում ենք հասնել որակյալ մասնագետների առկայությանը, որը կբերի Հայաստանի Հանրապետության տնտեսության եւ զարգացման տարբեր ոլորտներում էական մրցունակության աճի։ 2023 եւ 2024 թվականին թվով 5 բուհերից 1000-ից ավելի ուսանողներ մասնակցել են բանկում կազմակերպվող մրցութային փուլերին։ Արդյունքում նրանցից ընտրվել են 19 լավագույնները։ Մենթորների աջակցությամբ ուսանողներն իրականացրել են ծրագրեր, որոնցից մի քանիսը ներդրվել են բանկում։ 19 հաղթողներից 13-ը ստացել են կրթության ֆինանսավորում, իսկ 6-ը Ֆրանսիայում, Նիդերլանդերում եւ Չեխիայում մասնակցել են կարճատև դասընթացների։ Ծրագրի մասնակիցներից 12-ը հնարավորություն են ստացել միանալ Ինեկո բանկի թիմին։ Այս եւ եկող տարիներին հուշագիրը փոխելու է հարյուրավոր ուսանողների ճակատագրեր, հնարավորություն տալով օգտվել ոչ միայն կրթաթոշակներից, այլև գնալ երազանքի բուհերի հետևից։ Ինեկո կամպուսը 5 հիմնական ուղղություն ունի, որոնցից 3-ը այս տարի առաջին անգամ ենք մեկնարկելու։ 150 ուսանողի կրթաթոշակի տրամադրում, 15 ուսանողի ուսման վճարի փոխհատուցում, 20 ուսանողի արտերկրում կարճաժամկետ ուսուցման ֆինանսավորում։ Այս տարի մեկ խոշոր կոմպոնենտ ունենք, որը հնարավորություն է տալիս 30 տարբեր ուղղվածության մասնագետների ուսանել աշխարհի top 50 բուհերում, ամբողջությամբ ֆինանսավորվելով Ինեկո բանկի միջոցներով։ Եվ մեր վերջին ամենակարևոր կոմպոնենտներից մեկն էլ մեր աշխատակիցների, երեխաների ուսման վճարի փոխհատուցումն է։ Իդեպ կարևորելով նաև մշակույթի դերը մեր երկրի կայացման գործում, Ինեկո բանկի գործընկեր բուհերի շարքում են այս տարի հայտնվել նաև արվեստի բուհերը։ Արվեստի մեջ ներդրողը ներդնում է նախ պետության մեջ, ստրատեգիաների մեջ, քաղաքականության մեջ, պետական քաղաքականության եւ պետական դիրքորոշումների մեջ։ Այնպես որ շնորհակալ եմ եւս մեկ անգամ Ինեկո բանկին։ Կան բազում ծրագրեր, որոնք ուղղված են ինչ-որ արտաքին էֆեկտ ստեղծելու վրա եւ շատ հազվադեպ են այն ծրագրերը, որոնք ուղղված են բազային արժեքներ ստեղծելու վրա։ Սա հենց այդ բազային արժեք ստեղծող ծրագրերից մեկն է։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի շրջանակում իրականացվող կրթական ծրագրերին մասնակցելու համար որևէ նախապայման չկա։ Սակայն Ինեկո բանկի թիմը մեծապես կարևորում է, որ ուսանողների ներուժը զարգացնի հենց հայկական միջավայրը։ Մենք ծրագրի ազդեցությունը փորձելու ենք գնահատել հենց այդ ձևով, որ այն մարդիկ, ովքեր որ կստանան ֆինանսավորում եւ ուսուցումը կշարունակեն արտասահմանում, պարտադիր վերադառնան եւ ներդնեն իրենց ամբողջական ռեսուրսը, այսպես ասած, եւ այդ կրթության արդյունքները Հայաստանի Հանրապետության զարգացման համար։ Երբ տնտեսվարողը հայացք ուղղում է դեպի կրթություն, դա նշանակում է, որ պատրաստ է երկարաժամկետ պլանավորման։ Այն արդյունքը, որը կարող է ակնկալել այդ ներդրման հետևանքով, ենթադրում է 3, 4, 5 տարի նվազագույն համբերություն, եւ այս պարագայում չափազանց կարևոր է նաև մեր հասարակության համար։ Սա ոչ միայն կարևոր է առանձին վեցված բուհի կամ Ինեկո բանկի համար, սա կարևոր է եւ ընդհանուր առմամբ մեր տնտեսության համար եւ մեր հասարակության համար։ Ինեկո բանկը քո կողքին կրթության աջակցության ծրագրերի դիմումների հավաքագրումը սկսելու է հունիսից։ Բոլոր մանրամասները կգտնեք բանկի սոցիալական էջերում։ Իրական կամուրջ դառնալով ուսանողի եւ աշխատաշուկայի միջև այս ծրագրի շնորհիվ է ձևավորվելու ապագայի գիտելիքահեն, զարգացած եւ կայուն հասարակությունը։